Բարև ձեզ, իշխանություն լրատվականն ամփոփում է հուլիսի 10-ի իրադարձությունները։ Այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգը կրկին ձևավորվեց դատական գործընթացների, կադրային վերադասավորումների եւ քաղաքական սուր հայտարարությունների շուրջ։ Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստն էր։ Դատարանում նախագահը հանդես եկավ կոշտ հայտարարություններով, քննադատելով գործող իշխանություններին եւ հայտարարելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի։ Նրա խոսքով Հայաստանում դատական համակարգը հայտնվել է քաղաքական ազդեցության տակ, իսկ հարուցված գործերը ըստ նրա ծառայում են իշխանության քաղաքական նպատակներին։ Իշխանություններն ու դատախազությունը իրենց հերթին բազմիցս հայտարարել են, որ քրեական գործերը քննվում են բացառապես օրենքի շրջանակում եւ մերժել են քաղաքական հետապնդման մասին մեղադրանքները։ Մինչ դատարանում շարունակվում էին աղմկահարույց դատավարությունները, գլխավոր դատախազությունում տեղի ունեցան հերթական կադրային լայնածավալ փոփոխությունները։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով նոր նշանակումներ եւ ազատումներ կատարվեցին, ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ Երևանի եւ մարզերի դատախազություններում։ Փոփոխությունները վերաբերում են հատկապես հակակոռուպցիոն, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ պետական շահերի պաշտպանության ոլորտներին։ Այս նշանակումները կրկին հանրային քննարկումների առիթ են դարձել։ Քննադատները հարց են բարձրացնում, թե արդյոք իրավապահ համակարգում շարունակվող վերադասավորումները պայմանավորված են միայն կառավարման արդյունավետությամբ, թե դրանք նաև քաղաքական վերահսկողության ամրապնդման նպատակ ունեն։ Պաշտոնական պարզաբանմամբ խոսքը սովորական կադրային գործընթացների մասին է։ Քաղաքական օրակարգում շարունակվում են նաև քննարկումները վերջին շաբաթների քրեական գործերի շուրջ։ Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ իշխանությունն ավելի հաճախ է իրավապահ համակարգն օգտագործում քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Իշխանությունը հերքում է այդ մեղադրանքները, ընդգծելով, որ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ մայրաքաղաքը պատրաստվում է Վարդավառի տոնակատարությանը։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառումների պատճառով հուլիսի 12-ին, ինչպես նաև նախորդ երեկոյից, կսահմանափակվի երթևեկությունը մի շարք կենտրոնական փողոցներում։ Ավտովարորդներն արդեն դժգոհում են հնարավոր խցանումներից, մինչ քաղաքապետարանը վստահեցնում է, որ սահմանափակումները ժամանակավոր են։ Հասարակական կյանքում կարևոր իրադարձություն էր նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հանդիպումը ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթսի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու ուխտավորների հետ։ Վեհափառ հայրապետը խոսել է ազգային համախմբման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման եւ ներկայիս մարտահրավերների պայմաններում միասնականության անհրաժեշտության մասին։ Միջազգային օրակարգում ուշադրության կենտրոնում էին Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհները եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների շուրջ զարգացումները։ Շարունակեք հետևել իշխանություն լրատվականին օրվա կարևորագույն նորություններն առաջինը իմանալու համար։